որովհետեւ հբարդությամբ սատանային վիճակված դատաբարդության մեջ չինա։ Գիշեք չէ, բայց այստեղ գտեսնենք, որ Արաքյալը գշեշտե, որ Դիմեթրիոսը երիտասարդ է եւ եպիսկոպոս է, քանի որ օժտված էր այդ առաքինություններով։ Երիտասարդ Դիմեթրիոսը պետք է լսեր Պողոսեն եւ պատվիրեր եւ ուսուցաներ մարդոց։ Ոչ ոք իրավունք չուներ արհամարհելու Դիմեթրիոսի խոսքերը իր երիտասարդության պատճառով, որովհետեւ այդ երիտասարդը օրինակ էր հավատացյալներու համար իր խոսքով, վարմունքով, սիրով, հավատքով, մաքրությամբ եւ այլն։ Այո, Դիմեթրիոսը եպիսկոպոսն էր այդ համայնքին, բայց Պողոսը չի գրեր անոր սպասեք կամ եւ միասին ուսուցանենք, որովհետեւ արդյունավետ է լաչսեր։ Այլ գսե մինչև իմ քալը ընտերցե Աստուծո խոսքը, հորդորվիր եւ սորվեցուր հավատացյալներու։ Ամեն դեպքին ոչ մեկտեղ Սուրբ Գրքի մեջ չի նշվիր, որ հավատացյալը ինքնուրույն պետք է գրթվի, այլ միշտ իր հովիվի ետևեն երթալով է, որ պետք է եւ քալե, եւ գրթվի, եւ արածե թալար վայրերու մեջ իր հովիվին շնորհիվ։ Այս գլխում մեջ մենք իմացանք, որ Դիմեթրիոսին շնորհ դրված է երեցներու ցերնադրությամբ եւ մարգարեությամբ։ Գիշեցնե Դիմեթրիոսին, որ հանգարց այդ շնորհը զանչառնե, այլ ընդհակառակը հարադևե անոր մեջ, որբեսի շնորհը հայտնի դառնա բոլոր մարդոց, բայց այդ ամենը պետք է Դիմեթրիոսը ըներ զգուշությամբ, ինչպես ուսուցման մեջ, այնպես ալ իր անձին նկատմամբ։ Ինչու՞, որովհետև Դիմեթրիոսի օրինաբահ վարքեն ու խոսքեն գախված էր, ինչպես հոդի, այնպես ալ սեփական անձի բրգությունը։ Չսեր ուշադիր եւ զգուշ եղիր քու հոդիդ նկատմամբ միայն, այլ գսե զգուշ եղիր քու եւ քու ուսուցմանդ նկատմամբ։ Եթե Դիմեթրիոսի վարքը օրինագելի է, խոսքն ու ուսուցումը քրաքեդ է, ապա հոդը ինքնըստինքյան գշտկե իր կյանք։ Դա այդպես է, չէ՞։